Սոցիալական ոլորտից մինչև տնտեսություն ու իրավունք, կամուրջ և Հայաստանը ես եմ նախաձեռնությունների համատեղ քննարկմանը ահազանգեր են հնչում։ Քաղաքականից զատ ուշադրության առանցքում պետք է լինեն նաև այս ոլորտները։ Խնդիրները բազմաթիվ են՝ աղքատություն, արտագաղթ, աշխատատեղերի բացակայություն և մի շարք այլ հարցեր։ Դրան գույքագրելու, լուծման ուղիներ գտնելու համար էլ Գագիկ Ծառուկյանը նախաձեռնել է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը։ Առանձին քաղաքական ուժերն ու անհատները միանձնյա չեն կարող լուծել մեր երկրի այսօրվա մարտահրավերները։ Հետևաբար միասնություն, համերաշխություն ու հաստատակամություն է պետք խնդիրների լուծման ճանապարհին։ Ինչի մասին է «Առաջարկ Հայաստանին» նախագիծը եւ ինչի մասին է «Առաջարկ Հայաստանին» պլատֆորմը, որը Գագիկ Ծառուկյանը առաջարկում է կենսագործել։ Այս հարթակի շրջանակներում լսելի պետք է լինի յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր քաղաքացու ձայնը, որովհետեւ մենք ունենք շատ տեղեկացված, օրինակ, գյուղատնտեսությամբ զբաղվող մասնագետներ, տնտեսագետներ, արվեստի մշակույթի գործիչներ, առողջապահության ոլորտի, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը առանց քաղաքական ու կուսակցական պատկանելիության, այստեղ խոսքը բացարձակապես քաղաքականության մասին չէ, նրանցից յուրաքանչյուրը ֆանտաստիկ կերպով տիրապետում է իր ոլորտում առկա խնդիրներին։ Հիմա ավելի լավ, քան այդ մարդիկ են տիրապետում իրենց խնդիրներին, ով կարող է խոսել այդ խնդիրների մասին եւ ով կարող է առաջարկել դրանց լուծման ճանապարհները։ Մենք երկարաժամկետ ծրագիր ենք մեր առջև դրել եւ գնում ենք այժմ այդ ծրագրի իրականացման ուղղությամբ, որի շրջանակներում լսելի պետք է լինի յուրաքանչյուր մարդու ձայնը։ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը միացել է Գագիկ Ծառուկյանի ռազմավարական կոնցեպտին, Առաջարկ Հայաստանին։ Մի խոսքով կա խնդիր, բայց կա նաեւ այդ խնդիրների լուծման առաջարկների խիստ պահանջ։ Նոր պրոյեկտ տնտեսական ալիք նախաձեռնությունը եւս միացել է Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված Առաջարկ Հայաստանին ծրագրին եւ մենք մեր հայտարարության մեջ նշել էինք, որ պատրաստակամություն ենք հայտնում ծրագրի նախաձեռնության շրջանակներում ունենալ մասնակցություն եւ առաջարկված ծրագրային դրույթներին ու սպասվող առաջարկներին համակարգման այդ աշխատանքներում ունենալ մեր մասնակցությունը։ Ինչ խնդիրներ ու լուծումներ ունեն մարդիկ, Առաջարկ Հայաստանին նախաձեռնությունը փորձում է հասկանալ հենց քաղաքացիների հետ շփումներում, մարզային շարունակական այցերով։ Գյուղացիները մեզ ասում են, որ իրենց խնդիրների հոգսերի հետ մենակ են մնացել։ Մթերման հետ կապված խնդիրներ կա եւ առաջարկ եղավ միտեղ, որ սառնարային տնտեսություններ հիմնվի եւ այդ օրինակը, որ Վարդենիսում Գեղարքունիքի մարզում մուլտիագրո ընկերությունը արդեն հիմնել է սառնարային տնտեսություն, ես 3 Գեղարքունիքի մարզում էի եւ բնակչության կողմից արդեն կար ողջավորություն, որ մյուս տարի իրենք արդեն նախատեսում են մեծ ծավալի դաշտեր մշակել, որտեղ արդեն իրացման հետ կապված խնդիր չունեն եւ կարող են սառնարային տնտեսությունում իրենց մթերումը կազմակերպել։ Պարոն Մանուկյանը հիշատակեց, որ 3 սառնարային տնտեսություն էին բացել։ Եվ այնտեղ մի մարդ խոսեց, ասաց, «Վայ, ինչ լավ է, շատ շնորհակալ ենք, մենք չենք գնալու հիմա Հայաստանից»։ Իսկն պատկերացեք, մի պրոյեկտ է, ինչ որ մի քանակությամբ, X քանակությամբ մարդկանց պահեց։ Շատ կարևոր նաև մի ոլորտ, առողջապահական ոլորտը, որ մարզերում էլի մեղմ ասած բացի թողի վիճակում է, որովհետև մարդիկ ասում են մի փոքր առողջապահական կամ առողջական խնդիր ունենալու դեպքում մեզ միանգամից գործուղում են Երևան։ Գոնե ամեն մի մարզում ունենալ տեխնիկական հագեցվածությամբ եւ բժշկական անձնակազմի պրոֆեսիոնալ կարողություններով գոնե ամեն մի մարզում մեկ հիվանդանոց, որպեսզի մարդիկ ամեն մի խնդրի դեպքում չհասնեն Երևան։ Երաստիճան համակարգ է առաջարկում Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավարը։ Խնդիրները պետք է ախտորոշվեն, առաջարկվեն լուծումներ եւ ի վերջո մոդելավորվեն։ Պետք է հիմնավորվի, ինչ արդյունք է ակնկալվում։ Այստեղ մեծ է փորձագետների դերը, ասում է Նայիրի Սարգսյանը։ Տարիներ շարունակ Հայաստանում հենց եղել է, փորձագետները իրենք են այսպես կռիվ տվել, առաջամարտիկը եղել, կառավարություններին, իշխանություններին տարբեր ժամանակահատվածի ստիպել եւ պարտադրել երկխոսության գնալու, այնինչ հակառակը պետք է լինի, որովհետեւ
երկրների առջև ծառացած խնդիրները բացառապես հնարավոր է լուծել փորձագետների հետ երկխոսության արդյունքում։ Բազմաթիվ խնդիրների շարքում մեր երկրի համար մարտահրավեր է հատկապես ժողովրդագրական վիճակը, ասում են մասնագետները, մինչդեռ Հայաստանի առաջին հարստությունը մարդկային կապիտալն է։ Այս տեմպերով գնանք, հա, ժողովուրդ, մենք այսպես 30 թվականին, 40 թվականներին շատ թույլ, հա, 2 միլիոնից նույնիսկ 2.5 միլիոնից ավելի քիչ բնակչություն ենք ունենալու։ Մենք պետք է հասկանանք, որ այս տարածաշրջանում շատ երեխա ունենալով են անվտանգության խնդիրը լուծում։ Շատ կարող է այսպես կոպիտ հնչի, բայց այդպես է։ Այո, այն արտահոսքը, որ ունենք, եւ այն ծնելիության մակարդակը, որը ունենք, ինքը մեղմ ասած ռազմավարական վտանգների ռազմավարական գեներացիա ինչ է դա նշանակում, դա նշանակում է, ասես մի հատ ժողովրդական լեզվով արտահայտություն կա, երկիր ունենալու են, թե չէ, սա անկեղծ էլի, որովհետեւ մենք կարող ենք շատ բան ենթադրել եւ խոսել, բայց եթե մարդ չկա, ուրեմն մարդ չկա։ 100,000 արցախցիների մի մասն արդեն արտագաղթել է սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով, այնինչ մեր հայրենակիցների ներուժն ըստ քննարկման մասնակիցների ևս կարելի էր ծառայեցնել Հայաստանի հզորացմանը, լուծելով նաև ժողովրդագրական խնդիր։ Լավ կլիներ, որ մշակվեր այնպիսի ծրագիր, որը որ Արցախում օրինակ իրագործվել է առանձին քաղաքների, առանձին գյուղերի կառուցումը, որը մի քանի հարց կլուծեր։ Առաջինը նաև Հայաստանի համար, ոչ միայն արտագաղթի բացառման, այլև տնտեսական աճի խթանման համար։ Այսինքն այնպիսի բնակավայրերի կառուցումը, որը թույլ կտար հավաքական, համատեղ ապահոver արցախցիների բնակությունը։ Հիմա մենք բոլորս ցանկանում ենք ուժեղ հայրենիք, այո, ցանկանում ենք Արցախ վերադարձ, ձեզանից ոչ պակաս եմ ես ցանկանում։ Եվ ես բավականին հաճախ հանրային ասում եմ, որ ես այո Արցախում Արցախի տոնը նշելու եմ։ Միանշանակ։ Միայն մեզանից պետք է պահանջենք խնդիրները գույքագրելով, լուծումները պատկերացնելով, դերակատարներին փոփոխելով, վստահեցնում եմ, որ մեր մոտ ամեն ինչ ստացվելու է։ Բազմաթիվ են խնդիրները նաև իրավական ոլորտում։ Ընդունվում են օրենքներ առանց մասնագետների առաջարկները հաշվի առնելու։ Այս նորմերը հետո մարդկանց համար ուղղակի գլխացավանք են դառնում։ Հայաստանի Հանրապետությունում գրավիչ ներդրումային համակարգ ունենալու համար ոչ միայն մենք պետք է ունենանք համապատասխան պատշաճ իրավական դաշտ, ընդ որում կայուն իրավական դաշտ, ոչ թե օրական փոփոխվող իրավական դաշտ, տարբեր քաղաքական ուժերի քիմքին հաճելի կամ տարբեր ինչ-որ խմբերին հաճելի, բայց նաև մենք պետք է ունենանք համապատասխան անկախ դատական համակարգ։ Տարբեր ոլորտների գիտակներին լսելու, կոնկրետ խնդիրներ ու արդյունավետ լուծումներ վերհանելու պրակտիկան կամուրջ եւ Հայաստանը ԵՍ նախաձեռնությունները խոստանում են դարձնել շարունակական, հանուն Հայաստանի զարգացման։ Սա վերջի նախաձեռնությունը չի։ Ես եմ միշտ այսպես Հայաստանը ես եմ։ Դե մենք էլ կամուրջ ենք կառուցում։ Հայաստանը ես լինելով կամուրջ եմ կառուցում։ Էրմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։